Բարև ձեզ, ես Լիլիթ Հարությունյանն եմ, Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը ուսումնասիրում է պետբյուջեով կրթությանը և հատկապես հանրակրթությանը հատկացվող գումարի չափը 2021-ից 25 թվականների կտրվածքով, տվյալները համադրելով կրթության որակի ցուցիչների հետ։ Այսօր քննարկելու ենք առողջ ապրելակերպի ապահովման հետ կապված հարցեր։ Իմ զրուցակիցն է Արաբկիր բժշկական համալիրի դեռահասների առողջության ծրագրի համակարգող Մարինա Մելքումովան։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սնունդ նախաձեռնությունը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից Հայաստանի կառավարության հետ կնքված համաձայնագրով։ Ըստ պաշտոնական տվյալների, ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարաններին և նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին։ ԿԳՄՍ նախարարությունը մեզ փոխանցած գրավոր պատասխանի մեջ նշել է, որ 21-ից 24 թվականներին 1-ից 4-րդ դասարանների ավելի քան 100,000 դպրոցական ապահովում է սնունդով։ Այսօր փորձելու ենք պարզել, թե ինչ սննդի մասին է խոսքը, ինչ է սա տալիս այդ տարիքի երեխաներին։ Կարող ենք ասել, որ այս կերպ ինչ-որ չափով լուծվում են երեխաների խնդիրները և ինչն է բաց մնում, ըստ ձեզ, տիկին Մելքումովա։ Շատ շնորհակալություն հարցերի համար։ Այս պահին բոլոր մարզերն են ներառված այդ ծրագրի մեջ, բացառում միայն Երևանը, բայց Երևանի գործընթացն էլ ընթացքի մեջ է, որովհետև կան հստակ պայմաններ, որ պետք է վերանորոգված ճաշարան լինի, այնպիսի պայմաններ, որ սնունդ պատրաստելը հնարավոր լինի, որովհետև դե տարիներ շարունակ դա չի տրամադրվել, չի արվել եւ բնականաբար դեռ կարիք կա որոշակի աշխատանքների։ Սա շատ լավ նախաձեռնություն է, որովհետև գիտենք, որ երեխաների մի մասը չի նախաճաշում առավոտյան, այդ կարող եմ ասել մեր երկու հետազոտության տվյալներով, մեկը դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն, որը կատարվում է դեռահասների շրջանում 11, 13, 15, 17 տարեկանների շրջանում, մյուսը երեխաների ճարպակալման համաճարակաբանական հսկողություն, որը արվում է 7-8 տարեկանների շրջանում եւ որտեղից եւս տեսնում ենք, որ երեխաների մի մասը չի նախաճաշում։ Չեն նախաճաշում ոչ թե սննդի պակասի պատճառով, որը իհարկե այդ թիվն էլ կա, որոշ չափով, բայց հիմնականում ուշ են արթնանում, չեն հասցնում, սովոր չեն, նաև ծնողների սննդային վարքագիծը այնպիսին է, որ իրանք էլ չեն նախաճաշում, եւ դա շատ լավ հնարավորություն է, որ երեխաները առնվազն օրական մեկ անգամ դպրոցում ապահոված լինեն տաք սննդով։ Սնունդը բալանսավորված, այսինքն այն ինչ որ առաջ մի պահ, հիշում եմ, տրամադրում են ինչ որ քաղցր ուտելիք էր, դա հյութ էր, դա ինչ որ թխվածքաբլիթ կամ բուլկ էր, բնականաբար դա չի։ Դա բալանսավորված սնունդ է, որտեղ կա եւ սպիտակուցները, եւ բանջարեղեն, եւ հացահատիկները, այսինքն նորմալ սնունդը, որը պետք է ստանա ցանկացած դպրոցական երեխա։ Եվ իհարկե դա նաեւ շատ մեծ օգնություն է այն ծնողների համար, ովքեր որ զուտ սոցիալական տեսանկյունից չեն կարող ապահովել բայց սննդով երեխաներին։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք որ ցույց են տալիս, որ առավոտվա նախաճաշը բաց թողնող երեխաները ունեն ավելի վատ մտավոր ունակություններ։ Երկու հետազոտություն պարբերաբար կատարում ենք, մեկը դա դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն, որը կատարվում է 4 տարին մեկ եւ կատարվում է դեռահասների շրջանում 11, 13, 15 եւ 17 տարեկանների շրջանում, մյուսը մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողություն, որը արվում է 7-8 տարեկանների շրջանում։ Դեռահասների հետազոտության մեջ շատ բազմազան հարցեր կան, որոնք որ կապված են ոչ միայն սննդային վարքագծի հետ, նաև այլ առողջական վարքագծի հետ, դա եւ ֆիզիկական ակտիվությունը, եւ ընկերների հետ հարաբերությունը, եւ բռնությունը, եւ վնասակար սովորությունները, մյուսի մեջ որը 7 տարեկաների շրջանում հիմնականում սննդային վարքագծի հետազոտությունն է եւ երկուսն էլ ցույց են տալիս, որ մեր երեխաների մեծ մասը չի նախաճաշում առավոտյան։ Այն փաստը, որ դպրոցը դա տրամադրում է, դա շատ ողջունելի է եւ շատ լավ է, որ առնվազն շրջաներում են կարողացանք դա ապահովել։ Կարելի ասել, որ այո, գրեթե 100,000, եթե ոչ ավելի երեխաներ ապահոված են տաք սննդով։ Մենյուն մշակված է մասնագետների կողմից եւ ամեն օրվա համար կա նախապատրաստած մենյու։ Նաև կա դպրոցական սնունդ հիմնադրամը, որը եւս Պարենի համաշխարհային կազմակերպության հետ աշխատում է եւ իրանք էլ եւս հսկում են այդ process, այսինքն դա վերահսկվող գործընթաց է եւ գիտեմ, որ վերապատրաստումներն են անցել այդ խոհարարները, թե ինչպես պատրաստել, ինչ սարքել, ինչպես սարքել, որ դա լինի լրիվ լիարժեք եւ բալանսավորված։
Սա օրը մեկ անգամ է եւ աշխատանքային օրերին։ Իսկ ինչ ունենք մենք առհասարակ։ Իհարկե, այդ մի անգամ որ տրամադրվել է շատ լավ է, առնվազն ենթադրում ես որ 1 կամ 2 անգամ ինքը ինչ որ մի բան էլ տունը կուտի։ Իհարկե, ինչ որակ կլինի, ինչ քանակ կլինի, ոչ մեկ չի կարող դա ասել։ Դուք նաև առողջ ապրելակերպ պարտադիր խմբակի մեթոդական ձեռնարկի եւ չափորոշչի համահեղինակ եք։ Յուրաքանչյուր տարի պետությունը մոտ 100 միլիոն դրամ է տրամադրում առողջ ապրելակերպը խթանելուն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Իրազեկման արշավներ են իրականացնում, շատ դպրոցներում ներդրվել է առողջ ապրելակերպ խմբակը։ Ինչպես է սա փոխել իրավիճակը եւ ինչու ենք մենք տարեց տարի այնուամենայնիվ տեսնում ճարպակալման ավելցուկային քաշի թվերի աճ։ Իրականում այո, մենք ունենք շատ լավ գործընթաց, դա առողջ ապրելակերպի ծրագրի թարմացում եւ ոչ թե շատ դպրոցներում, ինքը բոլոր դպրոցների, Հայաստանի բոլոր դպրոցների համար դա պարտադիր խմբակ է։ 2021-22 թվականին դա փորձարկվել է Տավուշի մարզում, 23-ից արդեն մտել է Հայաստանի բոլոր դպրոցներ, դա փուլային է իհարկե մտել, սկզբում 5 եւ 7-րդ դասարանը, այս տարի 6 եւ 8-ը եւ այս եկող տարի արդեն 9, 10, 11 պետք է մտնի։ Նախ ասենք, որ մենք էլի ունեցել ենք այդ առողջ ապրելակերպ դասընթացը, բայց եղել է հիմնականում մեծ դպրոցականների համար, այսպես ասած 8-ից 11-րդ դասարան, բարձր դասարանցիների համար, 8-ից 11-րդ դասարանցիներն եւ հիմնական թեմաները եղել են սեռական վերարտադրողական առողջության հետ կապված, բռնության դեմ պայքար, թմրանյութերի դեմ պայքար։ Այս նոր չափորոշչով վերանայվել է եւ հիմա դասավանդվում է 5-րդ դասարանից սկսած եւ այդտեղ մտել են արդեն այնպիսի թեմաներ, ինչպիսին է առողջ սնուցումը, հոգեկան առողջությունը, էլի բռնության դեմ պայքարը, վնասակար սովորությունները, սեռական վերարտադրողական առողջությունը, աճը եւ զարգացումը, այսինքն շատ ավելի բազմազան է դարձել, իհարկե ուսումնասիրվել են շատ տարբեր ծրագրեր, որոնք որ այս պահին գործում են աշխարհի տարբեր երկրներում եւ տեղայնացվել է հաշվի առնելով մեր իրականությունը, մեր ազգային հետաքրքրությունները, ցանկացած տեղեկատվություն, որը տրամադրվում է այս դասընթացի, այս խմբակի ընթացքում տարիքին խիստ համապատասխան է։ Վերադառնանք սննդին։ Տեսնում ենք, որ ծախսերը ավելանում են, առողջ ապրելակերպ խմբակն է ներդրվել։ Ինչու ենք մենք այդ դեպքում ունենում ճարպակալման եւ ավելցուկային քաշի աճ։ Որն է մեր խնդիրը առհասարակ։ Դել կասեմ հենց դրան է տանում, տեսեք, քանի որ այդ դասերի ժամանակ, օրինակ նույն առողջ սնուցման դասերը շատ պրակտիկ եւ հետաքրքիր դասեր են, որտեղ որ ոչ միայն տեսական գիտելիքներն են ստանում, նաև պրակտիկ, օրինակ ինչպես պատրաստել առողջ պիցցա, օրինակ կամ նույն ավելի առողջարար շաուրմա, որ շաուրմայի տեսակն էլ կարելի է այնպես պատրաստել, որ ինքը այդպես շատ յոհոտ ճարպոտ չլինի։ Այս երեխաները դասի ժամանակ դա փորձում են պատրաստել կամ հիմնականում դա ստացվում է։ Ճիշտ մթերք ընտրելը, այո, ճիշտ մթերք։ Իհարկե, ինքը տեսեք թեմաները պարուրաձև սկզբունքով ենք դում, այսինքն 5-րդ դասարանում դու իմացել ես մի բան, 6-րդ դասարանում քո իմացածի վրա մի փոքր ավելանում է, սկսած սննդի ոնց որ բաղադրիչներից վերջացրած թե ինչպես ճիշտ կարդալ պիտակները, ինչպես ճիշտ նայել ժամկետը, ինչի վրա ուշադրություն դարձնել եւ նույնը մնացած բոլոր թեմաներին էլ է վերաբերվում, այսինքն դա միանգամից քեզ չի տրվում այն ինֆորմացիան մեծ ծավալով, որը դու չես իմանա ինչ անես այդ ինֆորմացիայի հետ։ Երեխաները հետաքրքրվում են այդ բանը։ Երեխաները շատ հետաքրքրված են, նաև անցկացվում են հետաքրքիր մրցույթներ տարբեր թեմաներով, ինտերակտիվ վարժություններ։ Նույն օրինակ ծխախոտի առումով կա շատ հետաքրքիր ինտերակտիվ վարժություն, երբ որ երեխաներին առաջարկվում է հաշվել օրինակ ինչքան է, եթե տունը գոնե մեկը ծխում է, ինչքան է ծախսում օրեկան, շաբաթական, ամսեկան, տարեկան ծխախոտի գումարը ինչքան է ծախսում եւ իրանք տեսնում են դա այն ռեալ գումարը, որը ծախսվում է ծխախոտի վրա եւ նույնիսկ ունեցել ենք մի քանի դեպք, երբ որ երեխաները այդ նույն վարժությունը շատ պարզ վարժություն է, բայց հետաքրքիր տարել են տուն եւ ցույց են տվել, որ տարեկան առնվազն 300-ից 400 հազար ծախսվում է ծխախոտի վրա, տան անդամներից մեկը կամ երկուսը թողել են ծխել։
Դեպ հասկացել են, որտեվ այո, եթե մի տարվա մեջ դա այդքան է, 5 տարվա մեջ ինչքան է, 10 տարվա մեջ ինչքան է, ահագին մեծ գումար է հավաքվում, որը կարելի է շատ ավելի արդյունավետ եւ հետաքրքիր ավելի ծախսել, քան թե ծխախոտի վրա։ Ինչ վերաբերվում այդ ձեր ասած թվերի հետ, ավելորդ քաշ եւ ճարպակալում, սկսենք դրանից, որ այդ առաջի հետազոտությունը 19 թվականին արված եղել եւ արդեն իսկ այդ թվին մենք ունեցել ենք այսպիսի մի թիվ 7 տարեկանների շրջանում աղջիկների 25%-ը, տղաների 30%-ը ունեն ավելորդ քաշ ներառյալ ճարպակալում։ Արդեն իսկ ունեցել ենք։ Այսինքն յուրաքանչյուր 4-րդ երեխան։ Այո, այդպես է ստացվում, յուրաքանչյուր 4-րդ, 3-րդ երեխա, մի բան ասեմ, որ այո, մեր թվերը համապատասխանում են միջին եվրոպական երկրների թվերին, քանի որ այդ հետազոտությունը 40-50 երկրներում է իրականացվում, մերը համապատասխանում է միջին եվրոպական երկրներին, կան եվրոպական երկրներ, որտեղ որ դա շատ ավելի բարձր է, բայց իհարկե դա շատ չի ուրախացնում, մենք մեր խնդիրները ունենք եւ մենք պետք է պայքարենք։ Այո, մենք կտեսնենք դա, նախատեսում ենք եւս նույնը իրականացնում 1-2 տարվա ընթացքում կտեսնենք պատճառները իրանք բոլոր տեղերը նույնն են այդ պատճառները միայն մեր մոտ չի առաջի հերթին դա սնունդն է սկսենք դրանից որ ավելի շատ այսօր կա սնունդ որը քաղցր է պարունակում քաղցր սնունդ այդ տրանս ճարպերը բարձր կալորիականությամբ սնունդ է այսինքն այդ սննդի սխալ օգտագործում կամ ավելի շատ օգտագործում չափը բաժինը Նաև եկեք չափաբաժնից էլ խոսենք շատ դեպքերում ես որպես մանկաբույժ տեսնում եմ երբ որ գալիս են ծնողները եւ ասում են երեխան ոչինչ չի ուտում բայց երբ որ հարցնում ես չափաբաժինը ստացվում է որ երեխային տրամադրում բավական մեծ չափաբաժին ու իհարկե եթե չի ուտում դա ավելի նորմալ է վարքագիծը քան թե ինքը ուտի կամ շատ դեպքերում ստիպում են ուտել նաև երեխային մինչև վերջի կտորը պետք է ուտես մինչև վերջի գթալը հացով պետք է ուտես ֆիզիկական ակտիվության բացակայությունը այսօր շատ դեպքերում երեխաները իրոք ֆիզիկապես пассив են որտեղ դպրոց տանում են մեքենայով բերում են մեքենայով բակերում ցավոք սրտի միշտ չէ որ կա հնարավորություն խաղալու բակային խաղերով եւ բացի խաղալուց նաեւ այսօր ֆուտբոլ են խաղում համակարգչով կամ հեռախոսով այսինքն այդ էկրանի դեմ անցկացվող ժամանակը եւս շատ մեծ նշանակություն ունի նաեւ այդ սննդի մարքեթինգը վերջերս ազգային ինստիտուտը առողջապահության նախարարության համաշխարհային առողջապահության կազմակերպության հետ եւ մեր հետ միասին հետազոտություն է իրականացրել հեռուստացույցով այդ գովազդի ուսումնասիրություններ եւ տեսանք որ հիմնականում դա այն ժամերին է երբ որ երեխաների հետ են նայում երեխաները նստած են լինում եւ բավական ագրեսիվ է նույն քաղցր ամպելիքները նույն քաղցրավենիքը նույն պահպահակը կամ ինչ որ այլ հյութերը շաքարը ավելացրած հյութերը եւ շատ դեպքերում օգտագործվում են այնպիսի մի արտահայտություններ որոնք որ ավելի շատ թողնում են ոնց որ դրական պոզիտիվ ասենց տրամադրությունը բարձրացնող վիճակ, այսինքն խմի որ ունենաս ֆանտաստիկ տրամադրություն, օրինակ, կամ ինչ որ վերցնում են հայտնի դերասան կամ բլոգեր իր նկարով ինչ որ ասենք թե քաղցրավենիք են արտադրում եւ բնականաբար եթե երեխան դա տեսել է հեռուստացույցով ինքը արդեն խանութ մտնելիս կպահանջի որ ինձ այսինչը կառնես ինձ այսինչը կբերես որովհետեւ բոլորը ուտում են ես էլ եմ ուզում նույն խանութներում եթե տեսել եք նկատել եք հաստատ որ դրամարկղին մոտենալով դու տեսնում ես այդ դրամարկղի մոտ տարբեր այդ մանր մուներ քաղցրավենիքները կոնֆետները չգիտեմ չուպաչուպսերը որը բնականաբար եթե երեխայի հետ է ծնողը երեխան կուզենա անընդհատ բան կանի հիմա մեկը կառնի մյուսը չի առնեն մյուսը կամ չի այդ երեխայի լացից ու մի քանի հատ կառնի այսինքն դա էլ է երեխայի առողջության տեսանկյունից սխալ մարքեթինգն է այսինքն այդ բոլոր խնդիրները բոլոր երկրներում կան հասանելի եւ տեսանելի տեղում են այդ ամեն ինչը դրվում այո բոլոր տեղերում դա տեսանելի եւ հասանելի է Ըստ առողջապահության նախարարության 2021 թվականին անցկացված հետազոտության արդյունքների համաձայն երեխաներին ուղղված գովազդի 65%-ի դեպքում գովազդվում են ապրանքներ, որոնք արգելված են երեխաներին։
Այսինքն անառողջ սնունդ, որը ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության չի թույլատրվում գովազդել երեխաների համար։ Օրինակ քաղցրավենիք են, ինչ որ դուք ասացիք, չիփսեր, անառողջ չիփսեր, շատ աղ պարունակող սնունդ, պայքարի միջոցներ դեռ չեն նշմարվում։ Կարծես նախարարությունը փորձում էր օրենսդրություն սահմանել, որոշ օրենքներ, բայց կարծես սայլը տեղից չի շարժվում։ Գիտեք, դա էլի շատ հեշտ չի մի օրվա մեջ դա անել եւ անգամ օրենքը փոփոխելուց հետո պետք է նաեւ հետեւել, որ օրենքը իրականացվի, ճիշտ կիրարկվի, բայց աշխատանքները տարվում են, որովհետեւ մենք իրոք ունենք ու միայն մեր երկրում չի, եմ ասում, եթե վերցնենք աշխարհի տվյալները, այս ընթացքում դեռահասների շրջանում, եթե վերցնենք 90 թվականից, քառապատիկ է դարձել այդ ավելորդ քաշը եւ ճարպակալումը, մեծահասակների շրջանում 2-ից 3 անգամ ավելացել։ Այսինքն ամբողջ աշխարհի մասշտաբով դա իրոք պանդեմիա է, համավարակ է, համաճարակ է կարող տարբեր ձևով ասել, բայց դա ամբողջ աշխարհով մեկ նույն process-ներն են գնում։ Նաև եկեք չմոռանանք այդ դրսի սնվելը։ Եթե առաջ Երևանում, Հայաստանում ընդհանրապես շատ քիչ տեղեր կային այդ դրսի սննդի, չգիտեմ, տարբեր պիցաները կամ տարբեր բաները եւ գումարային առումով միգուցե ոչ բոլորին դա հասանել, այսօր շատ են նախ, երկրորդը եկեք ճիշտ ընդունել, բավական հասանելի են եւ բավական մատչելի են։ Եվ շատ դեպքերում նույնիսկ ծնողներն էլ արդեն շատ չեն մտածում, գլուխ չեն դնում, ասում դե այսքան գումարով կպատվերես քեզ, էլ չասած, որ այդ առաքումով սնունդ ապահովելը, որը իհարկե դա ինչ որտեղ հեշտացնում է, թեթևացնում է հոգսը, բայց մյուս կողմից էլ դա բերում այն նրան, որ արդեն դու չգիտես իրականում դա ինչպիսի սնունդ է կամ ընտրում ես այն ինչ որ այդ պահին թեկուզ քո գումարին ավելի հարմար է, բայց որ այդքան առողջարար չի։ Դրա համար այս բոլոր գործոնները իրար հետ միասին այլ խաղացին մեծ դեր եւ մենք ունեցանք այն ինչ որ այսօր ունենք։ Լավ, իսկ ինչպես ձևավորենք սննդային ճիշտ վարքագիծ մեր պայմաններում, արդյոք դա հնարավոր է, թե մենք այլևս հույս չունենք դա անելու։ Իհարկե դա հնարավոր է եւ սկսեմ նրանից, որ սննդային վարքագիծը ձևավորվում է ընտանիքում։ Դա երեխայի ծնված օրվանից, նույնիսկ մինչև երեխայի ծնվելը, այդ ամբողջ այդ կյանքի ցիկլը, ոնց է ասում, հղիությունը, փոքր երեխա, դեռահաս, հետո մեծահասակ, հետո նորից հղիկին, նորից երեխա, այսինքն ամբողջ կյանքի ցիկլը սկսած նրանից թե մայրը ինչպես ասնվում հղիության ընթացքում, որտեղ կա նաև այդ էպիգենետիկ ազդեցությունը, ծրագրավորումը նաև այդ սննդային ծրագրավորումը։ Երբ որ կինը հղի է եւ դեռ երեխան մոր հարգանդի մեջ է, սկսած դրանից արդեն իսկ գնում է ծրագրավորում եւ վերջացրած արդեն երբ որ ծնվում է եւ արդեն սկսում է կրծքով սնուցումը, հետո հավելյալ սնուցումը, հետո արդեն ինքը անցնում է ընդհանուր սեղանին, թե ինչպես է դա դրվելուն, դա կախված է ընտանիքից։ Եթե ընտանիքում անընդհատ ունենք, ասենք թե հացով ուտելը միշտ, անկախ դրանից երեխան ուզում է թե ոչ, եթե երեխան սոված չի, մեկը կերակրում են, որտեղ կերակրելու ժամն է եկել։ Արդեն հասկանում եք, այդ սննդային վարքագիծը ինքը իրականում շատ նուրբ եւ բավական հետաքրքիր եւ դժվար բան է եւ ստեղ սխալվելը հետագայում այսենց խնդիրների է բերում։ Մի կողմից կարա լինի ավելորդ քաշ ճարպակալում եւ մյուս դեպքում մենք կարող ենք հասնել նաեւ անորեքսիայի եւ սննդային վարքագծի այլ խանգարումների։ Նաեւ ասեմ, որ բացի դրանից, որ մենք խոսում ենք այդ ավելորդ քաշից, պետք է հաշվի առնենք, որ դեռահասային տարիքում նաեւ այդ սնունդը ունի սոցիալացման դեր։ Եթե բոլորով գնում են ինչ որ սրճարան կամ այդ fast food-ի ինչ-որ օբյեկտ, բնականաբար այդ 1-2 հոգին չեն կարող ասել, չէ, մենք չենք գնում, իրանք էլ կգնան։ Բայց այդտեղ եւս այդ գիտելիքներն են անհրաժեշտ, որ եղածի մեջ ընտրել այն ինչ-որ ավելի քիչ ճարպոտ է օրինակ կամ քիչ քաղցր է։ Նույն սնունդը չպիտի օգտագործվի որպես պարգև։ Շատ դեպքերում ծնողները ասում են, այ քեզ լավ կպահես, քեզ շոկոլադ կառնեմ կամ չգիտեմ ես ինչ կինդեր խաղալիք կառնեմ կամ ես ինչ։ Այսինքն երեխան արդեն ֆիքսում է դա որպես վարքագիծ, որ ինքը իրան լավ է պահել, իրան ինչ որ հետաքրքիր լավ բան են արել, հատկապես սնունդը։ Դա ֆիքսվելու է, որը արդեն սխալ է։ Շաքարը հնարավորինս քիչ օգտագործել, դա էլի մեր ձեռն է, ու դա սովորելու վրա է։ Մենք ունենք շատ լավ հնարավորություն թարմ մրգեր,
չրել, բայց դա էլ պետք է չափավոր լինի։ Երբ որ ասում են միրգ, դա չի նշանակում, որ միանգամից 1-2 կիլո միրգ պետք է ուտել, դա պետք է բաժիններով եւ չափերով լինի։ Օրինակ կորեական համարվում է 5 բաժին միրգ եւ բանջարեղեն օգտագործելը նորմալ, այսինքն ընդհանուր առմամբ մինչեւ 400 գրամ։ Մեկ բաժինը դա կարող է լինի 1 մեծ խնձոր կամ 2 հատ միջին փոքր խնձոր, ասենք թե 1 միջին վարունգ կամ 1 բաժակ հատապտուղներ, միջին նարինջ, այսինքն դա հեշտ է կազմակերպել։ Թվում է թե 5 բաժինը շատ է, բայց եթե իրականում մտածենք, ոնց է լինի երեխան օրվա ընթացքում կարող ենք դա ապահովել։ Եվ այստեղ էլ տեսեք մտածելակերպն է, նույն 200-300 դրամով հնարավոր է գնել ինչ-որ քաղցր ըմպելիք, բայց այդ նույն 200-300 դրամով կարելի է այսօր 1 կիլոգրամ խնձոր գնել։ Եվ այդ 1 կիլոգրամ խնձորը կհերիքի, որ առնվազն 6-7 օր դու երեխայիդ այդ 1 խնձորը 10 ապահովես կամ ընդհանրենք 2 խնձոր օրական ինքը ուտի, 3 օրվա իր մրգով պաշարը ինքը կապահովի ինչ-որ չար։ Այսինքն դա էլ գիտակցություն է, որ ամեն ինչը չի, որ քաղցրն է, ուրեմն լավ է, ամեն ինչը չի, որ երեխային պետք է տակ։ Դա էլ ինչ որ տեղ գալիս է, երևի թե նրանից, որ ամեն մի սերնդի ժամանակ մենք տեսել ենք պատերազմներ, մենք ունեցել ենք սննդի պակաս, սկսած մեր տատիկ-պապիկներից, ծնողներից մեծ հայրենական պատերազմի ժամանակ, հետո 90-ական թվականների պատերազմը, վերջի Արցախյան պատերազմը եւ բլոկադան, այսինքն դա իհարկե անդրադարձել է, ազդել է եւ չէր կարող չանդրադառնալ։ Եվ ընդհանուր առմամբ նաեւ այդ ավելորդ քաշը եւ ճարպակալումը միշտ ինքը կրկնակի բեռ է համարվում, որովհետեւ սովորաբար եթե կա ավելորդ քաշ ճարպակալում, նաեւ դա թերսնուցման խնդիր է, այսինքն եթե ինքը չունի հնարավորություն շատ լավ սնունդ առնելու, ինքը առնում է այն, ինչ որ ավելի հասանելի է եւ մատչելի է։ Օրինակ մակարոնեղենը սպիտակուցի փոխարեն, նույն մակարոնեղենը, այո, մակարոնեղենը, հացը, այդ էժան բուլկիները, թխվածքաբլիթները, նույն մսի փոխարեն, բայց ելի եմ ասում, ստեղ խնդիրը ոչ միայն գումարն, նաև գիտակցությունն է, որտեղ թեկուզ այդ փոքր գումարով դու օրվա բաժինը կարող ես ապահովել քո երեխային։ Թող չլինի 1 կիլոգրամ միս, թող լինի 200-300 գրամ, բայց դու օրական իրան այդքանը կարողանաս ապահովել։ Այսինքն ստեղ էլ պետք է գիտակցել որն է անհրաժեշտ, որն է առողջարար, որն է ավելի պետքական եւ որը որ ընդհանրապես դրա կարիքը չունի։ Նա գազավորված ըմպելիքների կարիքը երեխան ընդհանրապես չունի։ Բացարձակ եթե ինքը չխմի, չսովորացնեք, չի էլ ուզենա։ Կամ շատ դեպքերում ովքեր որ խմել են, հետո էլ չէին խմում, հետո ասում են, որ հնարավոր չի հիմա խմել, շատ քաղցր է ինքը։ Շաքարը եւս կախվածություն է առաջացնում։ Դա ապացուցված բան է։ Ոնց որ մեր մոտ նույն թմրանյութը, նույն չգիտեմ ծխախոտը կախվածություն է առաջացնում, նույն ձև էլ շաքարն է կախվածություն առաջացնում։ Եվ ինչքան ուշ դա մտնի երեխայի կյանք, այդքան լավ երեխայի համար։ Այսինքն այստեղ համատեղ աշխատանք, ամփոփելով, միանշանակ պետության դերը, ընտանիքի դերը, դպրոցի դերը, եթե ամփոփենք կարճ։ Միանշանակ դա բոլորիս աշխատանքն է, ընտանիքը, համայնքը, դպրոցը, պետությունը, ամեն ինչը իր տեղում։ Ընտանիքը սովորացնի, կրթվի, սովորացնի երեխային, ինչպես ծնվել, դպրոցը շարունակի այդ գործընթացը, համայնքը եւ պետությունը հնարավորինս անեն, որ նույն օրինակ այդ սնունդը չվաճառվի դպրոցում կամ հնարավորինս ինչքան որ դա հնարավոր է, չնայած հիմա անկեղծ ասած չեմ պատկերացնում, որտեղ գրեթե բոլոր դպրոցների կողքը կան փոքր կամ մեծ խանութներ։ Ի վերջո մենք ունենք այլ երկրների օրինակներ, որտեղ որ այս կամ այն կերպ այս տարիների ընթացքում պայքարում են եւ երբեմն դա բավական հաջողված փորձեր են լինում պայքարի եւ իրականացված փորձերը եւ որ երկրներից մեկում արգելել են այդ էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին եւ այսօր նույնիսկ դա ալկոհոլին հավասար ըմպելիք է եւ մինչեւ 18 տարեկանը անչափահասը չի կարող դա գնել այսինքն այդ փորձը ստացվեց եւ որ նրանք տեսան որ շատ են օգտագործում դա կարա փորձերից մեկը լինի, մյուսը կարելի է դա ուսումնասիրել եւ իրականացնել ուղղակի դրա համար հայո եւ կամքն է պետք եւ նաեւ հասարակության պահանջը պետք է լինի որ դա արվի որտեվ ի վերջո ինչ է բերում իր հերթին ավելորդ քաշ ճարպակալումը դա շատ
լավ գիտենք եւ բազմաթիվ հիվանդություններ, սկսած շաքարային դիաբետից, որի թվերը գնալով աճում են սիրտանոթային հիվանդությունները, նաեւ երեխաների պարագայում դա հոգեբանական ազդեցություն է, որտեղ շատ լավ գիտենք այդ ավելորդ քաշով երեխաներին ինչպես են նվաստացնելու ճնշելու դպրոցում էլ չլինի, բակում կարա դա լինի կամ մեկ այլ տեղ, այսինքն դա էլ իր հերթին բերում է մեկ այլ խնդիրներ։ Համար պետք է բոլորս միասին շուտ եւ շատ արագ լուծել այդ հարցը, ինչքան որ դա կստացվի, հուսով եմ առնվազն մի քանի տարի հետո մենք դա կկարողանանք տեսնել։ Դեռ անդրադառնալով էլի առողջ ապրելակերպի այդ հարցին, բնականաբար այս 1-2 տարվա ընթացքում դժվար է տեսնել հենց անմիջական ազդեցությունը։ Մի քանի տարի պետք է անցնի, որ մենք կարողանանք դա գնահատել եւ տեսնել, բայց առնվազն այն, որ երեխաները մեծ աչքով են սովորում, պատմում են դասարանցիներին կամ այն ավելի փոքր տարիքի ընկերներին, քույր եղբայրներին, որ դա հետաքրքիր առարկա է, դա արդեն հույս է տալիս, որ ոնց որ թե ճիշտ ուղու վրա ենք եւ կփորձենք շարունակել նույն ձևով։ Շնորհակալություն զրույցի համար։ Իմ զրուցակիցն էր Արաբկիր բժշկական համալիրի դեռահասների առողջության ծրագրի համակարգող Մարինա Մելքումովան։ Ես Լիլիթ Հարությունյանն եմ, հետևենք երեխաների առողջությանը։ Հաջողություն մինչ հանդիպում։